Եթե քո հորոսկոպում Վեներան ձկներում է, ինչի մասին է դա խոսում։ Դա խոսում է, որ դու կարող ես լինել բավականին բարի հոգի անձնավորություն, բայց դու բացասական բնավորության գիծ ունես, որը որ խոսում է այն մասին, որ դու կարող ես շատ բաներ չտեսնել այնպես, ինչպես ռեալ, պետք է դու դրան նայես։ Դա վարդագույն ակնոցներն են, որը դու պետք է հանես քո աչքերից, ռեալ օրինակ նայելով քո հարաբերությունները պարտնյորի հետ, որովհետև դու կարողանում ես իդեալիզացնել քո հարաբերությունը պարտնյորի հետ, տեսնել այն, ինչ դու ես ուզում տեսնել, այլ ոչ թե տեսնել, այն, ինչ իրականում է, եւ դրանից հետո դու կարող ես տառապել։ Խորհուրդ կտամ դուրս գալ զոհիդերից, որովհետև դա քո համար չէ։ Սիրում ես փրկել մարդկանց, սիրում եք այնպիսի մարդիկ, ովքեր ալկոգոլիկներ են, այսինքն ալկաշներ, կորած մարդիկ են, չգիտես ինչու միշտ այդպիսի մարդկանց եք ընտրում, չեք նայում իրականությանը, եւ այստեղ դուք պետք է սովորեք, որպեսզի ռեալ նայեք այս բոլորին, ճիշտ պարտնյորներ ընտրեք ձեր կյանքում, ովքեր ձեզ կսիրեն իրականում, այլ ոչ թե կիդեալականացնեք, ովքեր ձեր մասին նաև հոգ կտանեն, ձեզ կսիրեն, ում վրա դուք կարող եք հենվել։ Այսպիսի պարտնյորները բավականին շատ սեքսուալ են, շատ բարի են, կարողանում են հաճույք պատճառել եւ հաճույք ստանալ պարտնյորի հետ միասին, զուգ ընկերոջ, այսինքն կողակցի հետ։ Սովորեք բացասական դերից դուրս գալ զոհիդերից, վարդագույն ակնոցները հանել եւ մեկ-մեկ մի մոռացեք նյութականի մասին։ Ձեզ պետք են ձեր կյանքում ընդհանրապես, որպեսզի լինեն, եթե ընտրում եք պարտնյոր, դուր կգար օրինակ այնպիսի պարտնյոր լիներ ձեր կյանքում, որը որ կարող է ձեր նման զբաղվել օրինակ մեդիտացիայով, որովհետև ձկների նման ոչ մեկ լավ չի կարող զբաղվել մեդիտացիայով, ուրեմն ռեգրեսիայով, նաև որպեսզի ունենաք ընդհանուր շատ բան, որովհետև ձկները զգացմունքային են, նաև ձեզ պետք է զգացմունքային պարտնյոր, ով իրոք ինչպես դուք եք կարողանում սիրել, այնպես էլ նրանք ձեզ սիրեն։ Ժամանակն է զոհիդերից դուրս գալու եւ ռեալ քայլեր անելու։ Մի տառապեք ուրիշների համար, մի փրկեք ուրիշներին, այլ ինքներդ ձեզ փրկեք